Ներքաղաքական կրքերին զուգահեռ նախկին պաշտոնյաների ձերբակալություններ են ընթանում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2011-18 թվականներին պետական գույքի կառավարման վարչությունը ղեկավարած ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։ Ազատության տեղեկություններով նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև ՀՀԿ ղեկավարման տարիներին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Արտեմ Ասատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք այլ ձերբակալվածների մասին է հաղորդել, բայց ոչ անուններ տալով, ոչ գործի մանրամասները բացահայտելով։ Արման Սահակյանի փաստաբանն էլ փակագծեր չի բացել, միայն հայտնել է, որ գործը 10 տարվա վաղեմության դեպքերին է վերաբերում, բայց մեղադրանքը նոր է։ Պարոն Խաչատրյան, ինչ կարգավիճակ ունի հիմա պարոն Սահակյանը։ Մեղադրանք առաջադրվել ձերբակալվել։ Դուք տեղեկություն չունեք, հա, կալանքի սանկցիա լինելու է, թե ոչ։ Այս պահին դրա մասին առայժմ խոսելու է, քննչական գործողություններ են տեղի ունենում։ Որ գործին է վերաբերում։ Գործի մանրամասների մասին չեմ կարող որևէ տեղեկատվություն փոխել տալ, քանի որ նախազգուշացվում է նախաքննական գաղտնիքը հրապարակելու արգելքի վերաբերյալ գործը 10 տարվա վաղեմություն ունի։ Այսօր նոր մեղադրանք է առաջադրվել, որտեղ ինքը արդեն մեղադրյալի կարգավիճակ ուներ։ Դա վերաբերում է այլ գործի, մեղադրյալի կարգավիճակը, այսօր նոր մեղադրանք այլ գործում մեղադրանք առաջադրվել։ Իսկ պարոն Սահակյանը քաղաքական բաղադրիչ տեսնում է այս գործում։ Այդ մեկնաբանությունները այս բանի չեն տա, փորձենք ավելի ուշ խոսել այդ ամեն ինչի մասին, այս պահին դեռ քննչական գործողություններ են ընթանում,